Նոր կտակարանում տեղ գտած բազմաթիվ հետաքրքիր դրվագներից մեկը լեռան քարոզն է, որը ներկայացնում է Մատթեոս ավետարանիչը մասնավորապես ասելով. «Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղն անհամանա, ինչով այն կաղվի, այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի, ում է դիմում Քրիստոս իր այս քարոզով, ովքեր են երկրի աղը, որի մասին խոսում է Տերը»։ Սուրբ Գիրքը, երբ որ մենք ընթերցում ենք, ամեն անգամ ամեն ընթերցելուց մի նոր բան բացահայտվում է մեզ։ Աստծո խոսքը շատ խորն է, եւ եթե մտածենք, որ մի ընթերցումով Աստվածաշունչ մատյանը մենք ամբողջությամբ կհասկանանք, այդպես չի կարող լինել, որովհետեւ Աստծո խոսքը բացվում է ամեն ընթերցելուց, ամեն անգամ Աստծո հետ երկխոսություն, այսպես ասած, ունենալու ընթացքում։ Եվ ավետարանը, որ մենք առաքյալների միջոցով ստացանք, ամեն անգամ երբ որ ընթերցում ենք, վերստին մի նոր լույս բացվում է մեր համար եւ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի ներքո կյանք ներշնչող տողեր կան, որ եթե մենք որպես քրիստոնյաներ օգտագործենք ընդհանուր առմամբ այս ամենը, դրա լույսը մեր իրականության մեջ, մեր հոգեվոր կյանքի մեջ կտեսնենք։ Մասնավորապես այս հատվածը, որ մեջ բերվեց Մատթեոսի ավետարանից, դուք եք երկրի աղը, նյութական իմաստ չունի սա, ինչու որովհետև Տիրոջ խոսքը հուշում է դուք եք, այսինքն առաքյալներին ուղեց Տերը այս խոսքը, որ իրենք պետք է Աստուծո խոսքը քարոզեն, այսինքն իրենք պետք է համեմեն ողջ հեթանոս աշխարհը, եւ այստեղ հատկանշական մի կետ կա, որ իրենց ողջ աշխարհի համար առաքելություն տվեց Տերը։ Ոչ միայն կոնկրետացված հրյա ժողովրդին, այլ ողջ աշխարհի համար, եւ հետեւաբար ասում է դուք եք երկրի աղը եւ չպետք է անհամանաք։ Եվ առաքյալները իրենց առաքելությունը պետք է կատարեին Աստուծո խոսքը ողջ հեթանոս աշխարհին քարոզելու, համեմելու ամբողջ աշխարհը Աստծո խոսքով։ Ինչու որովհետեւ մի օրինակ կարող ենք մեջ բերել, աղը ինչ համ է տալիս, եւ եթե ավելի ֆիզիոլոգիական տեսանկյունից նայենք, եթե աղ չլինի, անհամությունից բացի նաև կարող է մարդը փտտել։ Այդպես նաև հոգևոր կյանքն է, եթե աղ չլինի, Աստծո խոսքը, Աստծո ներկայությունը մարդու կյանքում չլինի, ուրեմն կգնա դեպի հոգևոր փտտության մարդը։ Մարդն իր կյանքի արշալույսին ոչ տեր ուներ, ոչ օգնական, ոչ բժիշկ, ոչ այցելու։ Մարդկային կյանքն այժմ ապականության մեջ էր, եւ Դավիթն իր ձայնով ու ողջ մարդկության շուրթերով աղաղակում էր. «Վերքերն իմ նեղեցին ու փտեցին անզգամությանս հետևանքով»։ Քրիստոս իբրև իմաստուն բժիշկ, օգնական ու այցելու եկավ այս կյանքը վերանորոգելու եւ ահա իր աշակերտներին որպես աղ ցանեց ողջ աշխարհի ապականված մարդկության վրա։ Նյութական առումով բոլորին է հայտնի, առանց աղի ճաշն անհամ է եւ պիտանի չէ ճաշակելու համար։ Հոգևոր առումով աղն ինչ է խորհրդանշում, որը Տիրոջ բնորոշմամբ իր աշակերտներն են։ Խոսքից մեջ նշեցի փոխաբերական իմաստը, որովհետև շատերը սուրբ գրքում ուղիղ իմաստ են ուզում գտնել, որը նաև տանում է մոլորության, որովհետև Աստված մեզ ավելի պարզեցված, տեսանելի է խոսում մեր հետ։ Եթե իրականության մեջ մենք մի պահ մտածում ենք այս ամենի մասին, ինչու որպեսզի մարդիկ կարողանան ավելի պարզ ընկալեն։ Անզգա մարդը ով է, անզգա մարդը, որ իր շրջանակից բացի որևէ մեկին չի տեսնում, սառնասիրտ է դառնում եւ ինչպես որ նշեցի, հոգեվոր փտտության մեջ է գնում, հոգեվոր անկման մեջ է գնում եւ մարմնի վերքերը նեղել, հա, այսպես խոսքով նշեմ, դա նաեւ հոգեվոր առումով կարող է լինել եւ մարդը այդ խավարային մեղքի ամբողջ իրավիճակի մեջ ինքը այդ գարշահոտություն ունենա։ Հավատացեք, այդ հոտային առումն էլ կա մարդկային կյանքի մեջ։ Սուրբերը, որոնք սրբակենցաղ կյանքով են ապրել, նրանց մարմիններից անուշաբերություն է եղել։
Այսինքն հոգևոր կյանքը քո արտաքին տեսանելի իրավիճակը փոխում է։ Մեր ապրելակերպի ուղենիշն է նաև Սուրբ Գիրքը, եւ երբ որ համեմատական ենք տանում 5 կտակարան եւ նոր կտակարան, եզերերը միշտ պիտի տեսնենք։ Ինչու՞, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոս իր քարոզչության ընթացքում հաճախ էր մեջբերում 5 կտակարանից։ Ինչու՞, որպեսզի հրյա ժողովուրդը ավելի այսպես դյուր ըմբռնելի լինի իրենց, որովհետև գիտեր նրանց համար հիմքը 5 կտակարանն է, մովսեսական օրենքն է, որ իրենց փոխանցվել է, այդ իսկ պատճառով մեջբերումներով հաճախ էր խոսում եւ այդ մեջբերումները վկայությունն են, որ իր մասին էր կատարվել այդ մարգարեությունները։ Աղը մաքրության, անապականության խորհրդանիշն է, ինչպես աղն է պաշտպանում ուտելիքը նեղման գործընթացից, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա, որին տրվել է առաքելություն այս աշխարհում, պետք է իր ներկայությամբ մաքրության առաջնորդող հրավեր լինի կողքինների համար։ Աղը համուհոտ է տալիս այն ամենին, ինչ անհամ է, ասում է Սուրբ Գիրքը։ Աղը խորհրդանիշն է այն մաքրության եւ սրբության, որը պետք է արտացոլվի մեր խոսքերում ըստ նոր կտակարանյան ճշմարտության։ Ձեր խոսքն ամեն ժամանակ շնորհով համեմված լինի ինչպես աղով։ Աղի նյութական եւ հոգեվոր արժեքները կարծես համաչափ են, բայց երբ այն ընկալվում է որպես Աստծո խոսք, հոգեվորի նժարը զգալիորեն ծանրանում է։ Հաճախ հենց այդ ուղղությամբ եմ ես մարդկանց փոխանցում, որ աղը Աստծո խոսքն է, որ մեր կյանքում ամեն օր մի պտղունց պիտի լինի, որպեսզի մեր հոգեվոր կյանքի մեջ համ լինի։ Հետևաբար, եթե մենք ամեն օր Աստծո խոսքը ընթերցենք, շատ չէ, փուճուր հատված միշտ ճաշու ընթերցվածները Սուրբ Հայրերը եւ եկեղեցին առանձնացրել են, եւ մենք ունենք այդ հնարավորությունը, մանավանդ 21-րդ դարի ապրող մարդը ժամանակակից սմարթֆոնների միջոցով տարբեր հասանելիությունը շատ մոտ է, այսպես ասեմ։ Այդ համեմունքը կարևոր է, որ մարդիկ քրիստոնյաները, շեշտում եմ, քրիստոնյաները իրենք կարողանան Քրիստոսի խոսքին հաղորդակից լինել։ Մեկ վայրկյան այլ դիտումների փոխարեն Աստծո խոսքը կարդան։ Ընդամենը 1 րոպե։ Լեռան վրա Քրիստոս իր քարոզը շարունակում է հետևյալ իմաստությամբ. Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել, եւ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Քրիստոսի աղից լույս անցումը դարձյալ բազմախորհուրդ է եւ նյութական եւ հոգեվոր առումներով։ Համեմատական կապվածություն ունեն առաջի եւ երկրորդ հատվածները այս մեջ բերված, ինչու աղը եւ լույսը։ Լույսն էլ Աստծո խոսքի խորհրդանիշն է Սուրբ Գրքում, որ պիտի լուսավորեին իրենց ներկայությամբ, պիտի իրենց շրջապատը Աստծո լույսով լցվեր, իրենց ապրելակերպով, իրենց կենցաղավարությամբ եւ իրենց քարոզչության այդ ողջ հասանելիությունը մարդկությանը որպես հոգեվոր լույս պետք է լիներ։ Մենք երբ որ այս մոտեցումով ենք ընթերցում, հա, Սուրբ Գիրքը, հասկանում ենք Տիրոջ խոսքը մեր պարզ փոքրիկ ունակություններով, թե ինչ է ուզում մեզ ասել Աստված։ Մատթեոսի ավետարանում Տերն իր աշակերտներին է ասում. Դուք եք աշխարհի լույսը, իսկ Հովհաննեսի ավետարանում ասում է. Ես եմ աշխարհի լույսը։ Իրավացիորեն հարց է ծնվում, որ դեպքում են աշխարհի լույսն աշակերտները եւ որ դեպքում է աշխարհի լույսը Քրիստոս։ Քրիստոսի ներկայությամբ եւ Քրիստոս հիմա էլ է ներկա, այդ լույսը մենք բոլորս զգում ենք հոգեվոր կյանքում։ Բայց լույսը տարածողները պետք է լինեին առաքյալները։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս հենց այդ նպատակով ասում է, որ լույսը դուք եք, բայց ասում է ավետարանի մյուս հատվածում, հա, մյուս ավետարանում, Հովհաննեսի ավետարանում, ասում է ես եմ աշխարհի լույսը։ Լույսը, այսինքն լուսավորելու այդ ներկայությունը Աստծո, որը խավարասեր մարդիկ, խավարի մեջ, մեղքի մեջ գտնվող մարդիկ չեն ըմբռնելու եւ չեն ընդունելու։ Իր այս խոսքով տարբեր համեմատական, որ մենք տանում ենք ավետարանների մեջ, գալիս հանգեցնում է նրան, որ Հիսուս Քրիստոս
ցույց էր տալիս, որ առաքյալներին պետք է այդ շնորհները փոխանցվել էր եւ իրենք պետք է այդ լույսը տանեին ողջ աշխարհի մեջ, որովհետեւ Տերը գիտեր իր առաքելության ավարտը եւ դրա շարունակությունը ինչպես պետք է լինի։ Այդ իսկ պատճառով ընտրվեցին առաքյալները եւ 12-ը ու այդպես շարունակ մինչև շատացան եւ Աստծո խոսքը տարածվեց ողջ աշխարհի մեջ։ Եվ այդ լույսը տարածվեց եկեղեցու միջոցով։ Մենք եթե այսօր Աստծո խոսքի լույսը ունենք, Աստծո խոսքը ունենք մեր իրականության մեջ, Տիրոջ հաստատած տան միջոցով է եղել, որը Սուրբ եկեղեցին է եղել։ Լույս արարիչ, չէ՞, ունենք շարականների մեջ, երբ որ աղոթքների մեջ էլ միշտ ընթերցում ենք, մի կետ կա Սուրբ Պատարագի ծածուկ աղոթքներում, ասում է ննջեցյալներին լույս երեսած արժանացնես Տեր, քո լույս երեսին արժանացնես, ինքն Աստծո ներկայությունը լուսավոր ներկայություն է, պարզ ներկայություն է։ Հետաքրքիր օրինակ կարող ենք բերել, երբ որ մենք մթության մեջ ենք, մեր աչքերը այդ մթությանը փոքրիկ հարմարվում են, քիչ տեսանելիություն ենք ունենում եւ երբ որ միանգամից լույսին ենք գնում, աչքերը ցավում են, բայց երբ որ փուլ առ փուլ ենք գնում եւ այդ լույսը տեսնում ենք, միանգամից մեր աչքերը ընտելանում են այդ։ Այդպես նաեւ հոգեվոր կյանք։ Խավարի մեջ գտնվող մարդը փոքրիկ շրջանակ է տեսնում եւ չի ուզում այդ լույսը, ինչու որովհետեւ կցավա իր հոգի։ Ինքը կգիտակցի միանգամից, որ մեղքի մեջ է ապրել, խավարի մեջ է ապրել, բայց եթե մարդկա ուզում է այդ վիճակի մեջ ապրել, իսկ մարդիկ կան, որ ուզում են փուլ առ փուլ տեղափոխվել դեպի պարզ լույսը, որ Աստծո ներկայությունն է, Քրիստոս է, Հիսուս է։ Եվ այդ լույսը ճառագեց մեզ։ Մարդկությանը շնորհ տրվեց, որ մարդիկ այդ լույսը տեսնեն եւ այդ լույսը զգան, այսինքն իրենց հոգեվոր կյանքի մեջ զգան այդ լույսը։ Հովհաննես Առաքյալը կարծես ուղիղ համեմատական է տանում Աստված լույսը եւ Աստված սերը ձևակերպումների միջև։ Առաքյալի հայտնի այս արտահայտությունների կողքին կա նաեւ մեկ այլ պատկերացում՝ մարդը որպես լույս եւ մարդը որպես սեր։ Աստված ամբողջությամբ սեր է եւ այդ սիրո դրսեւորումը, մեծագույն սիրո դրսեւորումը նորություն չպետք է ասեմ հոգեվոր ընթերցանություն կատարող մարդկանց կամ հոգեվոր կյանքի մեջ գտնվող մարդկանց, քրիստոնյաներին, որ սիրո դրսևորումը եղավ հենց միածին որդու Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը։ Եվ զուգորդվում են լույս, սեր, բառերը, ճշմարտություն, կյանք։ Տերը ասում է ես իսկ եմ կյանքը եւ հարությունը։ Այս խոսքերը մեզ հուշում են, որ Աստծո որդին այս իրականության մեջ կյանքի միակ իշխանն է եւ միակ զորություն ունեցող անձնավորությունն է, որ եկավ եւ մեզ փրկություն բերեց, ովքեր կընդունեն Տիրոջը որպես Տեր եւ Փրկիչ։ Երբ որ մարդը սիրով է լինում, լուսավոր է լինում։ Մարդու արտաքին հայացքը արդեն լուսավոր է լինում։ Եվ հայացքից արդեն նաև հոգևոր կյանքի մասին ես դու եզրակացություն կատարում։ Եվ Քրիստոս այդ լույսը մեզ փոխանցեց։ Իրականության մեջ այս ամենը պիտի կիրառական լինի։ Խոսք լսելը շատ հաճելի է, բայց խոսք գործադրելը մարդու համար դառնում է արդեն դժվարին, բայց երբ որ կարողանաս դա էլ գործադրել, ամբողջությամբ լիարժեք հոր կամքը կատարած կլինես։ Մենք միշտ հայրմեր ենք ասում, երբ որ հայրերի մեկնությունները տեսնում ենք, հրեշտակներին չարժանացրեց Աստված իրեն հայր կոչելու։ Հիսուս Քրիստոս եկավ եւ ասաց, որ այսպես պետք է աղոթեք։ Մարդկության ասած ձեր հայրն է, հայր պիտի ասեք։ Բայց մենք որպես զավակ մեզ տրվեց այդ հնարավորություն, ասում ենք հայրը մեր, թող քո կամքը լինի, Աստծո կամքը մաքրությունն է, սրբությունն է, Աստծո կամքը, իր խոսքը կատարելն է, որը նորից եմ կրկնում, խոսքը լսում ենք, ցավով շատերը չեն կիրառում։ Կան մարդիկ, որ կիրառում են, կան մարդիկ, որ չեն կիրառում։ Աղը խորհրդանիշն է ոչ միայն մաքրության ու անապականության, այլ նաև հանգստության ու խաղաղության։ Աղ ունեցեք դուք ձեր մեջ եւ խաղաղություն ունեցեք միմյանց հետ, ասվում է Մարկոսի ավետարանում։
Լույսը եւս մաքրություն է, խաղաղություն, հանդարտություն։ Լույսը նաեւ կյանք է, սեր, սիրո գաղափար։ Եվ դա այդպես է նաեւ այն պարզ պատճառով, որ աղն ու լույսը Տիրոջ եւ Տիրոջ խոսքի իմաստը, զորությունն ու իշխանությունն ունեն։ Տերն ինքն է ասել. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը։